Բարև ձեզ։ Կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես վերջին օրերին տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը բավականին լարված վիճակում է, նյարդային ինքնատիրապետումը կորցնում է եւ ամենաթարմ օրինակը մետրոյում արցախցի կնոջ վրա երեխայի ներկայությամբ հարձակումներ։ Սա ձեզ ինչով է պայմանավորված։ Գիտեք, ես կարծում եմ հիմնականում պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի իրական իրավիճակը երկրում եւ իր սեփական վարկանիշը։ Եվ դա բնական է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը լինելով իշխանություն, ըստ էության ինքը կարծում եմ ամեն շաբաթվա ռեժիմով ստանում է հատուկ ծառայությունների կողմից, այդ թվում այսինքն նաև հատուկ ծառայությունների կողմից սոցիոլոգիական տարբեր հարցումներ, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ հնարավոր զարգացումների շուրջ եւ ես կարծում եմ, որ բոլորից լավ իրոք գիտի իրական պատկերը, այլ բան է թե ինչ է խոսվում, այլ բան է թե ինչ է ներկայացվում եւ ինչպես է դա ներկայացվում, այլ բան է, որ ասենք ինքը շատ լավ հասկանում է, որ ամեն դեպքում ինչ վարկանիշ էլ որ հիմա իրեն ներկայացնում են, այդ վարկանիշը թույլ չի տալիս, որպեսզի այսպես ասենք միանձնյա եւ նույնիսկ իր գործընկեր որևէ կուսակցության հետ անցնել խորհրդարան բանով, այսինքն ես նկատի ունեմ իշխանություն վերցնել 50+1-ի ցուցանիշը բավականին հեռու է առայժմ Նիկոլ Փաշինյանի համար։ Այս առումով ինքը ըստ էության փորձում է տարբեր մեթոդոլոգիաներ, տարբեր տեխնոլոգիաներ կիրառել, որպեսզի կարողանա բեկում մտցնել, որովհետև իր համար հիմա իրավիճակը այնպիսին է, որ պետք է փորձի բեկում մտցնել իսկապես իրավիճակի մեջ, եւ երբ դա չի ստացվում, նա այսպես ասենք նույնիսկ իր գծած սխեմայից դուրս է գալիս, շատ դեպքերում նաև նման էմոցիոնալ պոռթկումներ են լինում, բայց տվյալ դեպքում եթե խոսքը գնում է մետրոյում տեղի ունեցած միջադեպին, ապա սա բացի էմոցիոնալ պոռթկումից նաև այսպես ասենք քաղաքական պարտություն էր ընդհանուր առմամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ըստ էության պարտվեց Արցախի բնակչությանը պարտվեց, որովհետև իր դեմ նստած էր բավական գրագետ տիկին իր երեխայի հետ, ձեռը գիրք, այլ ոչ թե ասենք պերաշկի կամ այսպես կալբաս եւ այլը, այսպես դրական էմոցիա սփռող մի պերսոնաժ արցախցի, որը որ բավականին գրագետ էր բանավիճում Նիկոլ Փաշինյանի հետ, բավականին հանգիստ էր բանավիճում եւ ամենակարևորը գաղափարական հենք ուներ։ Այդ բանավեճը ինքը սովորական, այսպես ասենք, լեզվակռիվ չէր, որը որ կարող է լինել, դա քաղաքական բանավեճ էր, ընդ որում երկու տարբեր իդեոլոգիաների միջև կապված թե ընդհանուր առմամբ Հայաստանի հետ, թե Հայաստանի հետ ներառյալ Արցախը ընդհանուր առմամբ եւ այս բանավեճում, այս հակամարտության մեջ իդեմս այդ հերոսի դստեր եւ նրա թոռան ինքը ըստ էության լուրջ դիմադրություն հանդիպեց եւ պարտվեց իդեոլոգիայի մեջ պարտվեց։ Սա իր համար բավականին ցավոտ է, բավականին զգայուն է։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր ստում, երբ ասում էր, այն հազվադեպ դեպքներ, որ չէր ստում, որ ասում էր իր համար դա էմոցիոնալ թեմա է, որովհետեւ ինքը իր մոտ կա այդ կոմպլեքսը մեղավորության, անկախ նրանից թե ինքը ինչ է ասում, ինքը շատ լավ հասկանում է, որ Արցախի հանձնումը դա ամբողջովին այսօրվա իշխանությունների եւ իր խեղճի վրա է, դա իր այսպես ասենք ճակերտներում արդյունքն է եւ դա պատմական փաստ է եւ դրանից որևէ կերպ ձերբազատվել չի ստացվելու առհասարակ եւ երբ ժամանակ առ ժամանակ իրեն դա հիշեցնում են, իսկ հիմա տվյալ դեպքում նաեւ այսպես ասենք Արցախի սիմվոլ դարձած այդ կինը եւ իր երեխան իրենք ըստ էության դա այսպես ասենք սիմվոլիկ են պապն ու տատն են, հա, դեդոն եւ բաբոն, այսպես ասենք սիմվոլիկ իր արչեւ ես կարծում եմ դա Արցախը դուրս եկավ եւ ինքը պարտվեց։ Այդ դրանով էր պայմանավորված, որ ինքը այդպես նյարդայնացավ, ասես գորգորալ, մուննատ գալ, մատ թափ տալ եւ այլը,
իր մնացած հետագա վարքագիծներ դրա նշաններ, երբ ինչպես միշտ սկզբից ասեց, ես այդպեսի բան չեմ ասել, չեմ հիշում, ես այդպեսի բան չէի կարող ասել, հետո ըստ էության երբ իր խորհրդականները կարծում եմ իրեն խելքի բերեցին եւ ասացին, որ դա ըստ էության արձանագրվել է որպես խոշոր պարտություն Նիկոլ Փաշինյանի Արցախի նկատմամբ, հանձնված, իր կողմից հանձնած Արցախի նկատմամբ, նա ըստ էության ստիպված եղավ եւ ներողություն խնդրել եւ այլը, բայց դա էլ չընկալվեց, որովհետեւ ավելի շատ քաղաքական գնահատականներ սկսեցին տալ եւ ըստ էության այստեղ ինչպես ասում են Ֆրեյդով այդ բաններ, հոգեբանական տեստ էր, ինքը ասեց այն, ինչ իր մտքին կար, ինքը այսպես ասենք մեղադրեց արցախցիներին, որ իրենք փախել են եւ այլը, բայց նորից դա կոմպլեքսի հարց է, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, թե ով է իրական փախածը, ինչ պայմաններ է ինքը ըստ էության արցախցիներին ոչ միայն իր կառավարման օրոք դրել, ինքը շատ լավ գիտի, որ արցախցիները ասենք 9 ամիս տոտալ բլոկադայի մեջ էին, այդ թվում նաև իր անգործության պատճառով, այլ նաև ինքը շատ լավ գիտի, որ արցախցիները Հայաստանում իր կառավարման օրոք ինքը փորձում է իզգոյ դարձնել։ Եվ արցախցիները այստեղ իրենց, այսպես ասենք, այլ կարգավիճակում են զգում, չեմ ուզում այդ բառը ասեմ, այլ սորտի հայ են, այսպես ասենք։ Այս առումով իր մոտ այդ կոմպլեքսը կար եւ երբ իր համար շատ անսպասելի նման դրվագ արձանագրվեց, այսինքն նման դիմադրության ինքը արժանացավ եւ իրեն երեսին շատ գրագետ, շատ հիմնավորված եւ գաղափարապես ճիշտ մոտեցումներով, այսպես ասենք, ճշմարտությունը ասեցին, ինքը ըստ էության այդ իրավիճակից չկարողացավ դուրս գա եւ դա ես կարծում եմ ամենախոշոր իր գաղափարական պարտություններից մեկն էր, որովհետեւ նորից եմ ասում, սա սովորական բանավեճ չէր կոնկրետ մարդու հետ, իր երեխայի հետ, սա ինքը պարտվեց Արցախին։ Հիմա մենք տեսնում ենք, որ ըստ էության 4 պատերազմ բերած իշխանությունը շանտաժի է ենթարկում, վախեցնում է հերթական պատերազմով, եթե մենք չլինենք, պատերազմ կլինի։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Չեմ կարծում այստեղ ինչ որ մի բան շատ անսպասելի էր, որովհետև մենք արդեն երևի մոտավորապես 1 տարի է դրա մասին խոսում ենք, թե ինչ նարատիվներ են լինելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի հիմքում։ Պարզ է, որ ամենագլխավոր նարատիվներից մեկը, ամենագլխավոր մեսեջներից մեկը այն է լինելու, որ եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու, որովհետև ես խաղաղություն բերող եմ, ես այսպես խաղաղության հետ եմ ասոցիացվում, իսկ մնացածը պատերազմի կուսակցություններ են։ Այս առումով ինքը ըստ էության հիմա արդեն ուղղակիորեն անցել է հարձակման այս թեմայի զարգացմամբ է զբաղված, բայց ըստ էության ավելի հեռու է գնում, ոչ միայն հայտարարում է, որ եթե ես խաղաղության սիմվոլն եմ, մնացածը պատերազմի կուսակցություններ են, այլ նաև ուղղակիորեն սպառնում է, ասում է, որ եթե ես չլինեմ, ապա կլինի պատերազմ, դա ուղղակի սեփական ժողովրդին շանտաժ է, որը նույնպես նորություն չէ, որովհետև եթե հիշում եք, օրինակ Տաուշի գյուղերի հետ կապված, երբ հավաքել էին գյուղի բնակիչներին, ինքը հայտարարել է, որ եթե մենք չհանձնենք այս 4 գյուղերը, ապա մեկ շաբաթից հետո, թե չգիտեմ 10 օրից հետո ադրբեջանցիները հարձակվելու են եւ վերցնեն, այսինքն այս մեթոդոլոգիան ինքը անընդհատ կիրառում է, դա շատ դեպքերում աշխատում է, հիմա էլ եթե շատ դեպքերում աշխատում է, ինչի մի հատ էլ չփորձի, առավելևս իր քարոզչական ռեսուրսները բավականին սուղ են։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակի պատճառը նաև այն է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ համարել է, որ քարոզչությունը, որի մեջ բնականաբար տարբեր գործիքակազմեր են մտնում, այդ թվում նաև մանիպուլյացիաները, այդ չարաբաստիկա, մեր ժողովուրդը բավականին այնց բան է, դեմոնիզացնում է այդ գործիքակազմը, մանիպուլյացիա կոչվող, մանիպուլյացիաները եւ այլը, դա իր, այսպես ասենք, հաղթաթուղթն էր եւ ինքը միշտ այդ քարոզչական պայքարում, քարոզչական պատերազմներում ինքը միշտ ավելի առաջ է եղել, միշտ հաղթող է դուրս եկել։ Հիմա արդեն որոշ ժամանակ է դա չի ստացվում։ Եվ առաջի դրա արձագանքը, առաջի պարտության արձագանքը դա հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի
պայքարում այս պահի դրությամբ ըստ էության կրած պարտությունն է, գոնե այս պահի դրությամբ, արձանագրենք։ Սրա մասին մենք, եթե չեմ սխալվում, արդեն խոսել էինք, ես ասում էի, որ ամենամեծ պրոբլեմը Նիկոլ Փաշինյանի օրինակ հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում դա այն է, որ ինքը չի կարողանում համոզել հանրությանը, որ ինքը ոչ թե պայքարում է կոնկրետ մարդկանց դեմ, կոնկրետ հոգևորականների դեմ, այլ որ բոլորը համոզված են, որ դա արշավ է հայ առաքելական եկեղեցու դեմ, այսինքն քարոզչական իր արշավը լիակատար տապալված է եղել եւ դա է պատճառը, որ իրեն չի հաջողվում նաեւ գետնի վրա, ինչպես ասում են, հողի վրա որևէ արդյունք արձանագրել, հակառակը մենք տեսնում ենք, որ ետ ընթաց ունի եւ ստիպված է հիմա, իմիջիալուս դրա մասին էլ մենք կանխատեսում ենք, ստիպված է սառեցնել իրավիճակը, որովհետեւ ընտրաշավի ընթացքում մտնել այս բացասական բագաժով ընդհանրապես այս առանց հետել բավականին բարդ իր համար ուժերի բաշխման պայմաններում բավականին ինքնասպանության նման մի բան է առհասարակ։ Քարոզչությունը պարտվելով քարոզչական արշավը պարտվելով եկեղեցու դեմ, ինքը հիմա փորձում է ինքը հիմա ըստ էության մի հատ էլ պարտություն, ես կարծում եմ քարոզչական պայքարում պարտվեց ուրեմն արցախցիներին, իդեմս այդ մետրոյում միջադեպի եւ հիմա էլ ինքը շատ լավ հասկանում է, որ ինչ էլ որ ինքը անում է, ինքը չի կարողանում բեկում մտցնել։ Այսինքն ինքը ունի իր երկաթ բետոնյա, այսպես ասենք, ընտրազանգվածը, որը որ կարող է տատանվել օրինակ 20%-ի շուրջ։ Դա կարող է ավելանալ, ասենք, պլյուս-մինուս 4-5%-ով, կարող է պակասել, կարող է վիճակագրական, այսպես ասենք, անճշտության սահմաններում փոփոխության ենթարկվել, բայց կտրուկ բեկում չի արձանագրվում։ Մինչդեռ ինքը 24 թվականից սկսելով նախընտրական այսօրվա կամպանիան, մի քանի անգամ փորձեց նման բեկում մտցնել։ Սկզբից խեղճ Նիկոլի կերպարից փորձելով վերափոխվել ուժեղ Նիկոլի կերպարի, հիշում եք այն բաները, գնում էր դպրոցներ, այն կախիչներ էր ստուգում եւ այլը, մարդկանց վրա էր գորգոռում, մուննատ գալիս, գործից հանում, այսինքն ուզում էր ցույց տալ, որ հիմա այլևս էլ խեղճ Նիկոլի ժամանակը չէ, հիմա արդեն ով է տերը, ուզում էր ցույց տալ ով է տերը տանը, այսպես ասենք, բայց դա առանձնապես որևէ լուրջ արդյունքի չբերեց։ Այդ նախաստորագրված փաստաթուղթը բնակչությանը որպես արդեն կայացած խաղաղություն վաճառելն էլ մեծ էֆեկտ չտվեց, դա մի պահ 2-3% ինչ որ աճ ունեցավ վարկանիշի, բայց հետո ամեն ինչ իր շրջանից յուր վերադարձավ եւ ըստ էության ամեն ինչ հանգստացավ եւ բոլորը հասկացան, որ առանձնապես որևէ փոփոխություն չի եղել եւ ընդհանուր առմամբ բլեֆի մասին է խոսքը գնում։ Այս առումով ինքը նյարդայնանալու է, շարունակելու է նյարդայնանալ։ Պատերազմի մասով ամեն դեպքում պարոն Հակոբյան, 4 պատերազմ վերած Նիկոլ Փաշինյանը, որ այսօր սպառնում է շանտաժի ենթարկում ժողովրդին, հիշենք, հա, իր ամեն մի սպառնալիքը շանտաժը պատերազմով ինչ է հանձնել դրան զուգահեռ եւ ավելին կա տեսակետ, որ նույն վերջին Արցախի հայաթափումից առաջ էլ ինքը այսպես պայմանավորվածությամբ հարվածեք, թող հայաթափվեն եւ այս իրողությանը մենք առերեսվենք, հիմա կա մտավախություն, որ ինքը նույն քայլին կդիմի։ Գիտեք, ընդհանուր առմամբ, քանի որ իր մարտավարությունը իբր խաղաղություն գնալու, դա մի թեզի վրա է հիմնված, զերո պրոբլեմ ստեղծեմ հարևանների համար, գուցե հարևաններն է մեզ համար զերո պրոբլեմ ստեղծեն, այսպես ասենք, այսինքն որևէ ամբիցիաներ չդրսևորենք, որևէ ցանկություն չդրսևորենք եւ հնարավորինս բավարարենք բոլոր պայմանները եւ ցանկությունները, որոնք Ադրբեջանը եւ Թուրքիան տվյալ դեպքում Ադրբեջանը ներկայացնում են եւ դրանով, ասենք, խուսափել որևէ բարդություններից, դա այդ տակտիկան շարունակվում է եւ շարունակվելու է առհասարակ։ Հիմա մենք ընդհանրապես գործ ունենք այսպես կոչված պաուզայի վրա է դրված պատերազմը առհասարակ։ Ես ընդհանրապես ասում եմ, որ մենք շարունակում է պատերազմը շարունակվում է։ Ցանկացած պատերազմ ինքը ունի տարբեր դրսևորումներ։ Ունի տաք պատերազմի դրսևորում, որը մենք ունեինք օրինակ 20 թվականին, չէ՞, որը որ պարբերաբար այսպես կրկնվում էր սահմաններում եւ այլը,
եւ լինում են այսպես հիբրիդային պատերազմներ կլինի, թե հիմա մոդայիկ բաներով եմ ասում, հա Այն ինչ որ հիմա տեղի ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կամ Ադրբեջանը այն ինչ որ անում է Հայաստանի հետ, դա հենց դասական հիբրիդային պատերազմ է։ Ուղղակի հիմա նաեւ այդ նույն պատերազմի մարտավարության մեջ է մտնում Ադրբեջանի կողմից աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայաստանի այսօրվա ղեկավարին, որպեսզի Հայաստանի այսօրվա ղեկավարը կարողանա, եթե հնարավոր է վերարտադրվի, որպեսզի հետագայում առանց տաք պատերազմի շարունակի հանձնել մնացած, այսպես ասենք, եւ տարածքները եւ սիմվոլները առնվազն, այսինքն արժեհամակարգային դեգրադացիայի ենթարկի երկիրը եւ Հայաստանը ըստ էության դարձնի թուրքական աշխարհի պրոքսի պետություն այս առումով։ Հենց որ այս առումով ինքը ամեն ինչ էլ պատրաստ է ընդհանուր առմամբ։ Ուղղակի հիմա տաք պատերազմը պաուզայի վրա է դրված եւ միացված է հիբրիդային պատերազմը, որը վարում է Հայաստանի դեմ Ադրբեջանը առհասարակ։ Եվ երբ ասում են, որ խաղաղության այլընտրանք է պետք, օրինակ Նիկոլ Փաշինյանի այս մենաշնոր վերցրած խաղաղությանը այլընտրանք է պետք ընդդիմության կողմից, ես ընդհանրապես կարծում եմ հիմա արդեն որ ընդդիմությունը պետք է ընդհանրապես գա իշխանության, որպեսզի խաղաղություն հաստատի, պատերազմը դադարեցնի։ Այսինքն չկա խաղաղություն առհասարակ։ Ուղղակի պատերազմը այս պահի դրությամբ, այս պահին մի ֆազայից, մի ձևից տեղափոխվել է մի ձև, տաք պատերազմի ֆազայից տեղափոխվել է հիբրիդային պատերազմի ֆազա, որը վարում է Ադրբեջանը եւ բնականաբար Թուրքիան, եւ ոչ միայն նրանք, այլ նաեւ իրենց բաները, հովանավորները օրինակ Մեծ Բրիտանիան Հայաստանի դեմ եւ մնացածը բլեֆ է ընդհանրապես եւ ցանկացած ընդդիմություն որ գա իշխանության պետք է նախ եւ առաջ դադարեցնի պատերազմի բոլոր ձևերը եւ սկսի աշխատել խաղաղության վրա իրական Երաշխավորից խոսեցիք, երեք ազգային ժողովում այդպես իր ռեպերտուարի մեջ ինքնատիրապետումը կորցրած, ինքը գոռում էր երաշխավորը, բայց երաշխավորներն է, որ պարանը գցել է հորթի վիզը, երաշխավորումը, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել ինքնուրույն, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Գիտեք, ընդհանուր առմամբ դա դասական մանիպուլյացիա է, դասական մանիպուլյացիային առումով, որ ես հասկանում եմ, որ երբ ընդդիմությունը ասում է երաշխավորներ պետք է լինեն, հիմա ընդդիմությունը նույնիսկ հենց իմիջիալոց, եթե ինքը ակնարկում է Ռուսաստանին, որ ասենք Ռուսաստանը որպես երաշխավոր իր գործառույթները լավ չի կատարել կամ ընդհանրապես չի կատարել, հիմա ընդդիմությունը եթե նկատել եք, ընդ որում ընդդիմության բոլոր թևերը կլինեն դա ծայրահեղ պրոռուսական, կլինեն այսպես ասենք ավելի բալանսավորված կամ նույնիսկ պրոարևմտյան, հա, արժեհամակարգին ձգտող ընդդիմություն, բոլորը հիմա արդեն խոսում են մի քանի երաշխավորի մասին, այսինքն ուզում եմ ասեմ, այնպես չէ, որ մեր ընդդիմադիրները բոլոր այդ սեգմենտները հիացած էին այդ մեկ երաշխավորի գործողություններով։ Եթե հիացած լինեին եւ գոհ լինեին, ապա գրեթե բոլորը չէին խոսի, որ հիմա պետք է ունենալ մի քանի երաշխավոր, առնվազն 2, 3 եւ այլ, այսինքն կյանքը նաեւ որոշակի դասեր է տալիս պրակտիկ քաղաքականությունը, պրակտիկ աշխարհ քաղաքականությունը, որ եթե հնարավորություն կա մի քանի երաշխավորներ ունենալ նման իրավիճակներում, ապա պետք է հենց դրան է ձգտել։ Այսինքն, երբ ինքը ինչ որ երաշխավորի մասին է խոսում, որ դա հատուկ թոք է, որը որ պետք է Հայաստանի անկախությանը սպառնա, որպեսզի Հայաստանը ինքնուրույնություն չունենա եւ այլ, նախ եւ առաջ, եթե գիտեք, Նիկոլ Փաշինյանը վերջի շրջանում բան, չէ, այսպես մարտավարության մեջ մցրել է նաև ով է ուժեղը եւ այլ, ասես համապատասխան ուժեղ տղեկ, ուժեղ թույլ եւ այլ, ապա եթե այդքան ուժեղ է, ես օրինակ ինձ հետաքրքիր է ինչու չի ասում երբևիցե թե ում նկատի ունի, այդ որ եվրոպական միության հատուկ, չգիտեմ, ինչ որ բան է կանչում խմբեր է կանչում ինչ որ հիբրիդային պատերազմ իբր թե դեմն առնելու համար, հա, հիբրիդային ես առաջարկի, եթե այդքան ուժեղ են, եթե կարող են, թող ասեն ով է այդ հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ վարում եւ որի պատճառով Եվրոմիությունը
Հայաստանի այսօրվա իշխանություններին ուղղակիորեն ֆինանսավորում է, ուղղակիորեն միջամտնում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ուղղակիորեն ըստ էության աջակցում է Հայաստանի այսօրվա մեկ քաղաքական բևեռին ընդդեմ մյուսի։ Եթե այդքան ուժեղ է, ես կարծում եմ այդքան է բարդ չէր լինի այդ երկրի անունը տալ, մանավանդ որ այդ երկրի անունը չտալով այդ երկրի նախագահին մի քանի օր առաջ զանգում էր։ Ես կուզեմ հայ հենց այդ զանգին, ինչու Եթե զանգեց։ կկարողանա օրինակ ինքը ասի, որ ես որ այդ հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ վարում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, օրինակ, հա, ապա իսկապես երևի թե ուժեղ տղա կլինի կամ ուժեղ իշխանություն կլինի, բայց սա ինչպես ասում են ձեռի հետ եմ առաջարկում, հաշվի առնելով այսպես այսօրվա քարոզչական տրենդերը, որից օգտվում է իշխանությունը։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար աշխարհաքաղաքական խաղացողների մեջ գրեթե բոլոր խաղացողները առաջիկա ընտրությունների հետ կապված կամ առաջիկա ընտրությունների շեմին գրեթե բոլոր խաղացողները թե ռեգիոնալ թե աշխարհաքաղաքական կանխատեսելի են, թե ով ինչ կարող է անել իր համար կամ իր դեմ առասարակ, այսինքն հաշվարկվելի են։ Միակ երկիրը, որը դժվար է հաշվարկել, թե ինչ կարող է անել այս ընտրարշավի հետ կապված, դա Ռուսաստանն է Նիկոլ Փաշինյանի համար։ Իսկ Ռուսաստանը իսկապես, քանի որ դժվար կանխատեսելի երկիր է ընդհանուր առմամբ, ծանր երկիր է, ծանր շարժվող դինոզավր է, այսպես ասենք, մեծ մեխանիզմ է, հա, մեծ ծանր, իսկապես դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է անել։ Կարող է իր դիապազոնը հնարավոր գործողությունների շատ մեծ է, սկսած նրանից, որ ոչ մի բան էլ կարող է չանել, ինչպես շատ դեպքերում եղել է, եւ վերջացնած նրանով, որ շատ ծանր բաներ կարող է անել, որը որ այսպես դժվար է նույնիսկ պատկերացնել։ Հիմա նույն այսպես հաշվարկների մեջ Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի չի, թե ինչ կարա անի Ռուսաստանը։ Տեսեք, Եվրոմիությունը իր համար կանխատեսել է։ Եվրոմիությունը աջակցելու է իրեն քարոզչության մեջ, աջակցելու է, այսպես ասենք, հիբրիդային պատերազմում, բայց ոչ ավելին, որովհետև շատ լավ Նիկոլ Փաշինյանն է շատ լավ գիտի, որ Եվրոմիություն հասկացողությունը կամ եվրոբյուրոկրատիան տվյալ պարագայում, որովհետև եվրոբյուրոկրատիան եւ Եվրոմիությունն էլ հիմա լուրջ հակասությունների մեջ են, այդ էլ միատար տենց մի բան չի, հա, իրենք մաքսիմում իրենք այստեղ ռեսուրս չունեն Հայաստանում որևէ այլ։ Իրենք լավագույն դեպքում աչք են փակելու հնարավոր բոլոր խախտումների վրա, որոնք իրականացվելու են իշխանությունների կողմից, ուժային գործողությունների վրա, ընտրախախտումների վրա, ընտրակաշառքների վրա, որոնք հիմա էլ արդեն մենք տեսնում ենք բյուջեից, պետական բյուջեից տրվում են պետական ապարատի որոշ զանգվածներին, բայց ոչ ավելին, այսինքն գետնի վրա Եվրոմիությունը այստեղ որևէ ռեսուրս չունի, ոչ տնտեսական, ոչ ուժային, ոչ այլ։ Միացյալ Նահանգները հիմա զբաղված են, գիտեք ինչով են զբաղված, եւ հիմա ինչպես ասում են, Նիդո Արմենիի իրականում, հա, այս պարագայում ամենականխատեսելին իրենց համար եւ օգտակարը դա նախ եւ առաջ Ադրբեջանն է Նիկոլ Փաշինյանի համար, որը որ ուղղակիորեն շահագրգիռ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պահպանի իր իշխանությունը եւ Թուրքիան բնականաբար։ Գիտեք, ինքը կարող է նման մտավախություն ունենալ, բայց այնուամենայնիվ իր համար ավելի կանխատեսելի է, որ այնուամենայնիվ Էրդողանը այսպես վատագույն դեպքում իր համար լոյալություն կցուցաբերի, ամեն ինչ թողնելով Ադրբեջանին, այսպես ասենք, գլխավոր դերակատար, ինչպես դա հիմա էլ է իրականացվում, հա, բոլոր հարցերում, իրենք իրար մեջ որոշակի դերերի բաժանում ունեն եւ այս պալիտրայում, Իրանի մասին էլ հիմա չեմ խոսում, որովհետեւ Իրանն էլ բանը զբաղված է այլ հարցերով, այսպես ինչպես եւ ամերիկացիների դեպքում այդքան էլ Հայաստանի բան չունի, այսպես հավես չունի եւ Ռուսաստանի պարագայում, տեսեք, անընդհատ առանց այդ երկրի անունը տալու ասվում է, որ հիբրիդային պատերազմ է վարում, ասենք այդ երկիրը առանց անունը տալու։ Մյուս կողմից հետո բանի արտաքին հետախուզության
մակարդակով հայտարարություն է արվում, որ Ռուսաստանում ըստ էության բիզնեսմեններին պարտադրում են, որպեսզի ոչ միայն մասնակցեն այս ընտրություններում, ի օգուտ ինչ որ ընդդիմադիր ուժերի, այլ նաև ֆինանսավորեն եւ այլը, ելի անուն չտալով, հիշում եք, այլ երկիր, հա, ասելով, նորից հիմա ակտուալիզացնում եմ իմ առաջարկը, եթե ուժեղ են, թող այդ երկրի անունը տան, առավելևս պրեզիդենտի, ասում են դրա մասին, այսինքն իրենք ցույց են տալիս, որ իրենք ունեն ինչ-որ տվյալներ, որ Ռուսաստանը որոշակի շահագրգռվածություններ ունի, ավելին, որ Ռուսաստանը որոշակի գործողություններ է նախապատրաստում, բայց միևնույն է, իր համար կանխատեսելի չի այդ հետաքրքրությունը ինչ դրսևորումներ կունենա։ Ես կարծում եմ այն, որ ձեր հարցին վերադառնալով ուղղակի ինչի համար էր զանգել, ես կարծում եմ դա հետախուզական ավելի շատ գծերն էր ուզում հասկանալ, հա, որ մեր մոտ այսպեսի կա, ես մոտավորապես պատկերացնում եմ նույնիսկ ինչ են խոսել, որ մեր մոտ գիտեք Վլադիմիր Վլադիմիրիչ, մեր մոտ մոտավորապես այսպեսի խոսակցություններ կան, մեր մոտ այսպեսի տվյալներ կան, մեր հետախուզությունն է sense բաներ ասում, ես կուզեի իմանայի, ասենք ինչքանով է ճիշտ, ինչն է բան, հա, դա վարկանիշին բարեկամ երկրների միջև վարկանիշին ազդում է բան, այսպես գծեր է ստուգել։ Ես կարծում եմ հիմնականում դրա մասին էր եւ ինչպես Հայաստանի վարչապետի մամլոյցարայությունն էր գրել, կարծես թե Նիկոլ Փաշինյանը խնդրել է տետատետ հանդիպման մասին, հա, որը իդեպ չկար օրինակ ռուսների press release-ում ընդհանուր առմամբ, այսինքն դա նշանակում է, որ ռուսների համար գուցե դա ակտուալ չէ կամ պատասխան եղել է, որը որ ըստ էության այնքան էլ դրական չի եղել, այսպես ասեմ, հա, այսպես Ես կարծում եմ հիմնականում դրա մասին է խոսքը գնացել։ Իհարկե, այդ խոսակցության ժամանակ բնականաբար նաև որոշակի օպերատիվ հարցեր են քննարկվել, որովհետև այնուամենայնիվ կյանքը շարունակվում է, հա, շարունակվում է։ Իհարկե Հայաստանը այսօր, Հայաստանի իշխանությունները այսօր նույն Ռուսաստանն է շատ լավ հասկանում է, որ աշխարհակահաղական բոմժի կարգավիճակում են գտնվում առհասարակ Հայաստանի իշխանությունները, այսինքն իրենք այս խառը իրավիճակում չգիտեն, որ պատին իրենց դեմ տան ընդհանուր առմամբ եւ ավելի շուտ առաջնորդվում են ով էս պահին ինչ որ մի սնունդ կտա տարբեր բաղադրատոմսերով նրան էլ այս պահի դրությամբ այսպես ասենք դայաղալն են, բայց ընդհանուր առմամբ պարզ է որ կյանքը շարունակվում է եւ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է դեռ Հայաստանի իշխանության ղեկավարը Ռուսաստանն էլ, Ամերիկան էլ, ցանկացած երկիր պետք է հաշվի նստեն դրա հետ եւ կան օպերատիվ հարցեր, այն էլ մեր այս բարդագույն տարածաշրջանում, որոնք պետք է լուծվեն անկախ նրանից, թե առաջիկայում ընտրությունները ինչ ընթացք են ունենալու եւ ով ինչ հետաքրքրություններ ունի աշխարհակահաղական եւ այլ ուժային կենտրոնների կողմից այս ընտրություններում։ Ընդհանուր առմամբ, քանի որ իր ընտրազանգվածը ինքը բավականին ուսումնասիրել է, մի քիչ առաջ նրա մասին էինք խոսում, 2 տարի առաջ ինքը փորձեց, այսպես ասենք, այլ սեգմենտի հետ աշխատել, ավելի դաստիարակված, ավելի քաղաքական կոփված, քաղաքական բովանդակություն պահանջող սեգմենտի հետ, բայց դա որևէ իրեն լուրջ արդյունք չտվեց վարկանիշային առումով, բայց ինքը շատ լավ հասկացավ, որ ինքը ունի այն, ինչ որ ունի իր ցեմենտ-բետոնային, ինչպես ասեցի, երկաթբետոնյա ընտրազանգվածը եւ ինքը փորձում է դա պահել։ Նա փորձում է շարունակել դա պահել, որովհետեւ եթե դու մի ընտրազանգվածից փորձում ես մի սեգմենտը փոխել մյուսով, դու կարող ես նորը չստանալ, հինը կորցնել։ Հիմա ինքը անում է այն, ինչ որ դուր է գալի իր ընտրազանգվածին ընդհանուր առմամբ։ Իրենք ուսումնասիրել են իրենց քաղաքական կոնսուլտանտներով, իրենց PR կոնսուլտանտներով, քաղտեխնոլոգներով ես կարծում եմ, թե այդ ընտրազանգվածին ինչ է դուր գալիս առհասարակ։ Նայում են, դա բարդ չի այդ ուսումնասիրությունը, նայում են տեսնում են TikTok-ներում եւ Instagram-ներում ինչ են նայում ընդհանրապես,
այդ կրթական եւ դաստիարակչական ցենզի մարդիկ տեսնում են, որ դա խոհանոցն է, խոհանոցի ընդ որում ամենագրեիկ դրսևորումներով, այն ուտելու ձևով եւ այլ։ Հիմա դուք որ մտնեք Instagram-ներ, ամենամեծ բանը, այսպես ասենք, view-ները, ունեն ասենք 250,000, 300,000, նրանք որտեղ ասենք ոտով ձեռով մտնում են, ասենք սալատ են ուտում եւ այլ, այսինքն ինքը հիմա բավարարում է այդ խավի պահանջները, փորձելով ասել, որ ես ձերն եմ, ես ձեր նման եմ, ես ձեր նման հասարակ եմ, այսօր պերաշկի, վաղը կուկուռուզ եւ այլ, առավելևս այդ կերպարն էլ այդ որ հիմա հագնում է շլյապա եւ այլ բան, իրեն որոշակի խեղճություն է հաղորդում, որովհետև այնպես ինչպես ինքն է հագնվում, դա միտումնավոր, այսպես ասենք, այդ կերպարի մեջ մտնելու բան ունի, միտում ունի, ընդհանրապես խեղճի, առանց ընտանիք, առանց բան եւ այլ։ Այս առումով ինքը փորձում է ցույց տալ, որ ես շարունակում եմ մնալ ձեզնից մեկը, ձեզ նման եմ, ես չեմ դավաճանել 18 թվականի հեղափոխության բաներին, իդեալներին, որով եկել եմ, սուտ է այն բոլոր խոսակցությունները, որ մենք, այսպես ասենք, միլիարդատեր ենք, միլիոնատեր ենք, մուլտիմիլիոներներ ենք, հիշում եք ինչպեսին նյարդային, ասենք, դրվագներ կային, որ ասում էր դուք գնացեք իմ Դուբայում տներեմ անեկեք եւ այլ, դա բավականին զգայուն թեմա է նախընտրական կամպանիայում առհասարակ, դրա համար ինքը հիմա մտել է այդ կերպարի մեջ եւ ուզում է ասել, որ բանը ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի փոխվել, բանը մենք այսպես ասեմ նույնն ենք մնացածը հերուրյանքներ են եւ հիմա էլ ասենք ազգային ժողովում ասում է, որ ասենք որևէ մեկը ինքնուրույն մի կոպեկ փող չի աշխատել, այսպես ուրիշի շնորհիվ ինչ որ փողեր բանում են եւ այլ։ Այս թեմաներն էլ հենց այնպես չեն ասվում, բարձրացվում։ Կարող է ընթացքում այսպես ասենք ինքնագեներացման փուլում ինչ որ էմոցիաներ են առաջանում, գուցե ինչ որ գծերից մի մոմենտ ընկնում է եւ այլ, բայց այնուամենայնիվ ընդհանուր կոնտենտային գիծը մշակված է եւ այդ ինչ որ մենք հիմա տեսնում ենք, իհարկե որոշ քաղաքական շրջանակներ ասում են ինքը ուղղակիորեն միտումնավոր անլրջացնում են նաեւ, իհարկե անլրջացնում է, որովհետեւ իր ընտրազանգվածը սիրում է անլուրջ բաներ, տժանք, ղժանք եւ այլ, նման ընտրազանգվածի պարագայում բնականաբար տալիս են այն կերակրատեսակը, որը նրանք ուտում են։ Ընդդիմությունը ինչ պետք է անի այս փուլում, ինչու է ավանդաբար ավելի քիչ ուշադրություն դարձնում սոցիալական խնդիրներին։ Գիտեք, մի քիչ դժվար է համաձայնվել ձեզ հետ, որ սոցիալական խնդիրներին չեն բանանում, գիտեք, եթե սոցիալական խնդիր չնայած դուք նկատի ունեք, որ իշխանությունը պետական բյուջեից ըստ էության կենսաթոշակների բարձրացման մասին է խոսում, իր բաներին, սպասավորներին, ուսապարկերից սկսած վերջացրած պետական համակարգի ինչ որ մի խավից հերթական անգամ պարգևավճարներ են տալիս, այսինքն որից ակնհայտորեն նախընտրական ընտրակաշառքների հոտ է գալիս պետական բյուջեով, իհարկե ֆորմալ առումով միշտ է կարելի արդարացնել, ասել դե կառավարությունը ինչ որ մի բանով պետք է զբաղվի, միջև ընտրությունները երկրով է զբաղվում, բայց բոլորս էլ հասկանում ենք դա ինչ է կոչվում ընդհանրապես, բայց ընդդիմությունը, այո, ես կարծում եմ ընդդիմությունը կոնկրետ դրանով չի կարող զբաղվել, կոնկրետ, որովհետև եթե պատկերացնում եք, եթե ընդդիմությունը այդ նույն Նիկոլ Փաշինյանի գոնե մի պերաշկի որևէ մեկին տա, միանգամից ուր է գնալու այդ ընդդիմությունը, եւ ինչ հիմքեր են ստեղծվելու, որպեսզի այդ ընդդիմությունը օրինակ բանից հանեն, ընտրապայքարից հանեն։ Պարզը բան, ընդդիմությունը օրինակ նույն ուժեղ Հայաստանը, ես կարծում եմ երկար ժամանակ ընդհակառակը իր ամբողջ ընտրական մեսիջները ուղղված էին հենց սոցիալ-տնտեսականին, 300,000 աշխատատեղ, զրոյական դրույքաչափ փոքր բիզնեսի համար, այսպես տարիքով ընտրազանգվածի համար դեղերի
-20% եւ այլն, այսինքն նույնիսկ ասեմ ձեզ բավականին լուրջ շեշտադրումներ հենց սոցիալ-տնտեսականի վրա էր։ Այլ հարց է, նորից եմ ասում, որ իշխանությունը այսօր հնարավորություն ունի պետական բյուջեից իբր պետական ծրագրերի շրջանակում ընտրակաշառք բաժանել, իսկ ընդդիմությունը բնականաբար նման հնարավորություն չունի եւ ամեն ինչ ընդամենը խոստումների կամ կոնկրետ ծրագրերի մակարդակով է այս առումով։ Բայց ես մի բանում կարող եմ ասել, որ ընդդիմությունը հիմնականում շեշտը դնում է բնականաբար քարոզչության վրա, ծրագրեր եւ այլն տարբեր գործիքակազմերով հետաքրքիր փորձում են դառնալ ընտրողների համար։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է հիմա արդեն կոնկրետ սկսել աշխատել գետնի վրա կոնկրետ են մարդկանց հետ, ովքեր հեղինակություն ունեն շատ կոնկրետ համայնքում, քաղաքում, բակի, ինչպես ասում են, բեսեդքում, որոնք կարծիք են ձևավորում արդեն տեղում, այսպես կոնկրետ մակարդակում գետնի վրա։ Ես կարծում եմ հիմա ժամանակն է, որպեսզի նաև այդ զանգվածների հետ աշխատեն գետնի վրա, որովհետև քարոզչությունը քարոզչության, դեռևս նույնիսկ քարոզչության շրջաններ չի սկսել ընդհանուր առմամբ, որը որ մեկ ամիս է տևելու, բայց հիմա ես կարծում եմ ամեն ինչ պետք է շատ ավելի պրակտիկ դառնա գետնի վրա, պետք է լինեն մարդիկ, ովքեր որ կարողանում են մարդկանց հետ խոսել գետնի վրա։ Բայց մենք տեսնում ենք նաև իրար խփում են, այս ինչով է պայմանավորվում։ Ես ընդհանուր առմամբ ասելիք չունեմ, որովհետև ես կարծում եմ, որ ես չպետք է մտնեմ մատանու արանքը ընդհանուր առմամբ տվյալ պարագայում։ Ես կարծում եմ, որ սա քրոնիկ հարց է, որը որ վաղուց է գալիս։ Ես կարծում եմ, որ այս շրջանում դա ամեն դեպքում որևէ լուրջ հարց չի լուծում։ Ես ավելին ասեմ, որ իմ տպավորությամբ հիմա ով ինչ համոզմունք ուներ մինչև այս պահն էլ, այսպես ասենք, ով ինչ կարծիք ուներ process-ների նկատմամբ եւ ոչ հեռու անցյալի եւ այսօրվա, իրենք այդ նույն կարծիքին են մնացել են։ Հիմա առանձնապես այլևս լուրջ տրանսֆորմացիաներ կարծիքների չկա։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է կենտրոնանալ ընդդիմություն, հավաքական ընդդիմություն, իր բոլոր թերություններով, դրսևորումներով, փոխհարաբերություններով իշխանություն հարաբերությունների վրա, որովհետև ես կարծում եմ, որ ցանկացած ընդդիմադիր ֆորմատի համար, իսկ ես կարծում եմ, որ բավականին դրական է այս անգամ այն երևույթը, որ հիմնականում խոշորացված սեգմենտներով են հանդես գալիս ընդդիմադիրները, այսինքն փոշիացման հնարավորությունները, փոշիացման վտանգը բավականին նվազել է։ Հիմա կան 4 բավականին խոշոր բլոկեր, որոնք յուրաքանչյուրը ունի իր թիրախը, իր սեգմենտը, ում հետ ինքը պետք է աշխատի։ Իհարկե, խաչվում են որոշ դեպքերում այդ ընտրազանգվածները, բայց այդտեղ ես չեմ տեսնում մեծ վտանգ, որովհետև այնուամենայնիվ դա բերելու է նրան, որ այդ ձայները ընդդիմադիր որևէ բլոկի մոտ է լինելու առհասարակ։ Ամենակարևոր խնդիրը հիմա ամբողջ ընդդիմության մոտ դա նախ եւ առաջ բնակչությանը բացատրել, որպեսզի մասնակցեն ընտրություններին, որովհետև այդ մասնակցության տոկոսը ամենակարևոր խնդիրն է, ես ավելին ասեմ, առանց չափազանցնելու, եթե բարձր մասնակցություն լինի, ապա ընդդիմության գործը մոտ 50%-ով հեշտանում է ընդհանուր առմամբ։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, որ համաձայնեցիք այս եթերին։ Ես էլ եմ շնորհակալ։